Գիտես Հայաստանից ամենաշատը ինչն են գողացել անկախությունից հետո։ Փողը չէ, բնական ռեսուրսները չէ, ժամանակը։ Ամենից շատ Հայաստանում գողացել են ժամանակը։ Իմ ու քո ժամանակը։ Այս ժամանակի ջեբկիրները մեր կյանքի տարիները մկանպես գողացան տարան։ Հայաստանի առաջին իշխանությունները գողացել են իմ մանկությունը։ Երկրորդ իշխանությունները գողացել են իմ պատանեկությունը։ Իսկ երրորդ իշխանությունները հիմա գողանում են իմ երիտասարդությունը։ Ու ոչ միայն իմ, նաև քո։ Այնպես որ մենք ավելի խորը կեղտի մեջ ենք խրված, քան պատկերացնում էիր։ Որովհետև եթե գողացված փողերը կարելի է մի օր հետ բերել, գողացված տարիները գնացել են, անվերադարձ։ Ինչ անել։ Ոչինչ, ուղղակի նստել ու սպասել, ինչպես հին չինական ասույթում է ասում։ Եթե երկար նստես գետի ափին, մի օր ալիքները կբերեն թշնամու դիակները։ Դու սխալ ես հասկացել ասույթի իմաստը։ Եթե նստես ու ոչինչ չանես, գետը ոչինչ էլ չի բերի։ Փոխարենը կտանի կյանքիդ մնացած տարիները։ Մի պատմություն կա, հիշում ես։ Արծիվը ծառի գագաթին նստած հանգստանում էր։ Մի փոքրիկ նապաստակ արծիվին տեսնելով հարցրեց. Իսկ կարելի է ես էլ ձեզպես նստեմ ու ոչինչ չանեմ։ Իհարկե, ինչու ոչ, պատասխանեց արծիվը։ Նապաստակը նստեց ծառի տակ ու սկսեց հանգստանալ, բայց հանկարծ հայտնվեց աղվեսը, բռնեց նապաստակին ու կերավ։ Հասկանում ես, որպեսզի նստես ու ոչինչ չանես, պետք է շատ բարձր նստես։ Ընտրություն չկա։ Մենք բոլորս խամաճիկներ ենք այս քաղաքական թատրոնում։ Կամ լավագույն դեպքում հանդիսատես։ Ծափ ենք տալիս, ծիծաղում ենք, բղավում ենք, բայց դե հանկարծ փորձեցինք ավելին անել, մեզ ուղղակի դուրս կշպրտեն դահլիճից։ Մեր գործը նստելն է։ Նստած ինչ կուզես արա, բղավիր, հայհոյիր Facebook-ում աչ ու ձախ, դարձիր միաժամանակ Չե Գևարան ու Նապոլեոնը, բայց եթե հանկարծ փորձեցիր կանգնես, գլխիդ այնպես կտան, որ Չե Գևարայից գլխարկն էլ չի մնա։ Հասկանում ես, ընտրություն չկա։ Ընտրություն միշտ կա։ Հարցն է, թե դու դրանցից որին ես պատրաստ։ Ես կարող եմ քեզ ասել ընտրության առնվազն 4 տարբերակ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հետևանքները։ Տարբերակ 1. Դու հարմարվում ես եղած վիճակին, գլուխդ կախ, մեջքդ ծուռ ապրում ես վատնում տարիներդ։ Դժգոհում ես, փնթփնթում, բայց ոչինչ չես անում։ Վախենում ես, որ հետդ մի բան կանեն, բայց ինչ պետք է անեն։ Ոչ բիզնես ունես, որ խլեն, ոչ մտանցյալ ունես, որ բացահայտեն, թե ունես։ Ու այդպես շարոտ քաշած ապրում ես։ Հետևանքն այն է, որ մի օր աչքերդ կբացես ու կտեսնես, որ կյանքդ անցավ կռացած, դու ոչինչ չարեցիր, քեզ ոչ ոք չվնասեց, որովհետև քեզ ոչ ոք չի էլ նկատել։ Դու վախեցար ինչ-որ բան անել, որ վատ չլինի, բայց ստացվեց ավելի վատ։ Ու երբ դու դա հասկանաս, անվերադարձ ուշ կլինի։ Տարբերակ 2. Դու տեսնում ես, որ ամեն ինչ շատ վատ է, բայց ոչինչ չես անում։ Որպեսզի թաքցնես քո ներքին կոնֆլիկտը, դառնում ես ցինիկ։ Ամեն ինչ նայում ես քո անհոգ ցինիկության դիրքերից։ Դե ասենք, դու խրված ես կեղտի մեջ, բայց քանի որ այդտեղ տաք է, ուրեմն լավ է ու հաճելի։ Որքան շատանում է կեղտը, այնքան մեծանում է քո ցինիկությունը։ Դու անընդհատ նոր կեղտի կարիք ունես։ Դա է սնուցում քո կյանքը։ Բայց գալիս է մի օր, երբ հասկանում ես, որ կեղտը սառել է, քարացել, կպել քո մարմնին, դարձել է քո մի մասը, ու արդեն տակ չի, դու մրսում ես։ Բայց արդեն ուշ է, նա քո մի մասն է, դու էլ նրա, դու նա ես։ Տարբերակ 3. Կամ դու ես գցում, կամ քեզ են գցում։ Դու որոշում ես լինել գցողների մեջ։ Խաբում ես մարդկանց, ժողոքորթում, գողանում, սպանում, բարձրանում ես կարիերայի սանդուղքով ու հասնում ես քո ուզածին։ Ուժեղները հաղթում են, թույլերը մեռնում։ Տեսակների պայքար է, ամեն ինչ արդարացված է, բնության մեջ անարդարություն չկա։ Բայց կարող են վատ ժամանակներ գալ, օրինակ հեղափոխություն։ Ու քո հետ կվարվեն այնպես, ինչպես որ դու ես վարվել մարդկանց հետ ողջ կյանքդ։ Այդպես կվարվեն նաև կնոջ հետ, երեխաների ու թոռների հետ։ Բայց ամեն ինչ արդար է, բնության մեջ անարդարություն չկա։ Տարբերակ 4. Դու պարկեշտ քաղաքացի ես, ոչ ոքի չես խաբում, ապրում ես քո արդար աշխատանքով, ժամանակ առ ժամանակ էլ դուրս ես գալիս փողոց քո պես քաղաքացիների հետ պայքարելու հանուն արդարության։ Բայց կարող է ստացվել, կարող է ոչ։ Հավանականությունը 50-50 է։ Քաղաքացիական պայքարը նման է մաֆիային։ Սևերը միշտ ճանաչում են իրար, կարմիրները ոչ։
Կարմիրներից ոմանք էլ խաղում են շատ վատ, տգետ են ու հիմար։ Ու հենց կարմիրների պատճառով էլ կարմիրները պարտվում են։ Կարող է ավելի վատ լինել, հանկարծ պարզվի, որ այդ վատ խաղացող կարմիրը հենց դու ես։ Բայց պարտվելու վախը չպետք է խանգարի, որ դու քայլ կատարես հաղթելու համար։ Հնարավոր չէ հաղթել այն համակարգում, որտեղ բոլոր պայմանները ստեղծված են քո պարտվելու համար։ Մենք ծնվում ենք ու խաղի կանոններն արդեն սահմանված են։ Հնարավոր չէ բասկետբոլի գնդակով մտնել ֆուտբոլի խաղադաշտ ու մարդկանց ստիպել, որ քո հետ բասկետբոլ խաղան։ Համակարգը միշտ ավելի հզոր է։ Բոլոր ճանապարհները տանում են պարտության։ Տարբերությունն այն է, թե դրանցից որը ավելի ուշ կբերի դրան։ Դու ծնվում ես համակարգում, որն արդեն իսկ կատարյալ չէ, որովհետև թույլ է տվել, որ դու ծնվես յուրօրինակ, բայց դու քո ընտրությամբ ես դառնում միօրինակ, ծառայելով համակարգին։ Փոխիր ընտրությունդ։ Դարձիր համակարգի տեխնիկական խոտանը, որքան շատանան քո պես խոտաները, այնքան համակարգը կթուլանա, իսկ նոր էլ կփլուզվի։ Բայց դու դա չես անում ոչ թե որովհետև քեզ թույլ չեն տալիս, այլ որովհետև դու հաշտվել ես պարտվելու կանոնների հետ ու մտածում ես, որ մեկը ոչինչ չի փոխվելու։ Դու փողոց դուրս չես գալիս, որովհետև մեկը բան չի փոխվելու։ Դու գործը լավ չես անում, որովհետև բան չի փոխվելու։ Դու վախենում ես բողոքել ղեկավարիդ, որովհետև բան չի փոխվելու։ Դու խախտում ես օրենքները, որովհետև բան չի փոխվելու։ Դու կաշառք ես տալիս, որովհետև բան չի փոխվելու։ Դու ծաղրում ես պայքարողներին, որովհետև բան չի փոխվելու։ Դու խաբում ես ինքդ քեզ, որովհետև բան չի փոխվելու։ Բայց ոչինչ չի փոխվում, որովհետև դու չես փոխվում։ Ու քանի դեռ դու ոչինչ չես անում, ոչ միայն երիտասարդությունդ, այլև ողջ կյանքդ են գողանալու ու վերջում նույնիսկ թեյավճար չեն թողնելու։ Lately I'm not feeling like myself.